Պարոն Խթարյան, ինչ սպասելիքներ ունեք այսօրվա դատական նիստից։ Սպասելիքները ասելը մի քիչ ճիշտ չի լինի, բայց ես մի բան հույս ունեմ, որ ինչքան էլ աշտարությունը ու աշտարադատությունը Հայաստանում հիվանդացել է, գլոբալ առումով չի գործում, շատ մեծ հույս ունեմ, որ այսօր այդ ամենի վերջը լինելու է, որովհետև վերջի վերջո գծեր կան, վերջի վերջո բաներ կան, որ ամեն ինչ պետք է իր չափ ու սահմանի մեջ լինի, ինչքան է ուզենանք, որ աշտարությանը սպանենք, պատմականորեն եկել է այնպես, որ դա հնարավոր չի սպանել, կարող է ժամանակ առ ժամանակ ինքը հիվանդանա, բայց մի պահ միանշանակ ոտքի է կանգնելու, շատ մեծ հույս ունեմ, որ այսօր այդ օրն է, որովհետև տեսեք իրականում աշխարհում այն ինչ որ հիմա Հայաստանում կատարվում է, աշխարհում չտեսնված ու չլսված բան է, որովհետև ընդդիմադիր կարևորագույն ուժի առաջնորդը կուսակցության նախագահան Աբորոնի կալանավորված է, ու արդեն շուրջ 1 տարի է կալանավորված ու փաստացի ինչ է ստացվում, չի կարող իր քաղաքացիների, ընտրողների հասարակության հետ շփվել ու այստեղ խոսքն ու կարևոր մեխը, այսպես ասած այն է, որ գործը Աբորինի է, գործը կարված է, սա ընդամենը Նիկոլ Փաշինյանի վախերի արդացոլանքն է, որը ամեն օր ապացուցվում է, բայց ելի եմ կրկնում, շատ մեծ հույս ունեմ, որ այսօր դատարանը կգտնվի իր բարձունքում, աշտար որոշումներ կկայացնի, կողմը սկսած այս փուլից ամեն ինչ կլինի օրենքի շրջանակում։ Ըստ ձեզ ինչի՞ց է Փաշինյանը վախենում, որ ասում եք վախենում, որ իշխանափոխություն կլինի, թե ինչ։ Նիկոլ Փաշինյանը վախենում է իր աթոռը կորցնելուց, Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի շուկից։ Բայց Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն ասում են ինչից պիտի վախենանք եւ նաեւ նույն Նիկոլ Փաշինյանը իր հայտնի արտահայտությանը նաեւ կուզեմ անդրադառնալ միլիարդատերից, որ ասում է տարվա վերջում կդառնա բոմժ։ Ինչից պետքա վախենայի մասով ինքը շատ լավ հասկանում է ինչից պետք է վախենա, ուստեղ ամեն ինչ խոսքը օրենքի շրջանակներում է, Սամվել Կարապետյանից ինքը ինչքան էլ իրանք ասեն չեն վախենում, փորձը հստակ ցույց է տալիս, որ իրենք իրոք վախենում են։ Ինչի համար էր օրինակի համար Սամվել Կարապետյանի կալանավորումը, ինչի համար էր Սամվել Կարապետյանը այսքան երկար ժամանակ պահելը մեգուսարանում, այնուհետև տնային կալանք, փորձում են ինչ-որ տարբերակներ զարթողի ճանապարհներ փնտրել ու գտնել, որպեսզի հնարավոր լինի կուսակցության անվանումից Սամվել Կարապետյանի անունը հանել։ Մենք ունենք Վենետիկի հանձնաժողով, որով հստակ նախատեսված են խաղի կանոններ ընդդությունների հետ կապված, որ ըստ որի առնվազն 1 տարի առաջ խաղի կանոնները փոխել պետք չէ, բայց մենք ինչ տեսանք, ընդամենը ընդդություններից մոտ 2 ամիս առաջ իմանալով հանդես որ մեր կուսակցությունը հանդես է գալի դաշինքով նոր ուժեր են միացել, իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի Սամվել Կարապետյան անունը չշոշափի, չերևա ոչ պիտի հենց վախերը դրա մասին են խոսում, երկրորդ հարցը միլիարդատիրոջ մասին էր, տեսեք, ամենայն անգեղությամբ բավականին իմ համար բարդ կլինի իշտել այդ մագարտակիր խոսույթին, եզրույթին պատասխանել, բայց մի բան կասեմ, Նիկոլ Փաշինյանը քանի որ այդքան էլ ճիշտ, Նիկոլ Փաշինյանը քանի որ որովհետեւ կարմիր գիծ չունի, որովհետեւ այսպես ասած, բարոյական նորմեր արկա չեն ու ինչպես է պատկերացնում հագաօրինական ճանապարհով, այո, ես հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հագաօրինական շատ ու շատ քայլեր անել, բայց ինչ է նշանակում վարչապետի մագարտակով իր քրդինքով աշխատած գումար ունեցող մարդուն, հայրենասեր մարդուն, հայրենանվեր մարդուն ասել բոմժ կսարքեմ։ Փաշինյանը պարզաբանել էր այս հայտարարությանը, նշելով, որ Սամվել Կարապետյանը դրսում ունի խոստումներ տված եւ ինքը դրա հետ մտահոգություններ ունի, որ կարող է այդ խոստումները չկատարի եւ այդ որոշակի շրջանակները փորձեն նրան ունեզրկելու այսպես գործընթաց ձեռնարկել։ Ծանոթ եք ընդհանրապես Սամվել Կարապետյանը նման խոստումներ տվել է, չի տվել։ Տեսեք, այդ խոսույթը իր նշած եզրույթը ավելի շատ նման են, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու։ Այսինքն ինքը ընդամենը
շարքային մանիպուլյատոր է, սդի կեղծիկի, այսպես ասած, էտալոնն է։ Դրա համար ամենայն անկեղծությամբ ես չեմ էլ ուզում մտնել այդ դաշտ, հավատացնում եմ ձեզ չեմ էլ կարողանա մտնել այդ դաշտ, ու այդ նմանատիպ տեղեկատվությունները ընդամենը դա իր եղած այդ փոքրիկ խմբակին, այսպես ասած, հույս տալն է, բայց իրենք էլ իրենց այս ինչքան էլ իրանք ասեն, որ չեն վախենում, թույլ չեն եւ այլն, բայց իրենց այս բոլոր քայլերը հեշտականությունով հստակ ապացուցում է, որ իրենք իրոք ցայտնոտի մեջ են, իրենք հասկանում են, որ տարբերակ ուղղակի չունեն վերարտադրվելու ու դրա համար փորձում են վերջի ձեռքերը գցել են փրփուրից, բայց միևնույն է վստահեցնում եմ ձեզ, մեր հասարակությունն էլ մեր կողքին է, մեր ժողովուրդը հունիսի 8-ին մենք ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Պարոն Մխիթարյան, դաշինքից Սամվել Կարապետյանի անունը հանելուց խոսացիք, այ դուք տենց մտավախություն ունեք, եթե Սամվել Կարապետյանի անունը չլինի դաշինքում, ավելի քիչ ձայներ կհավաքեն, որ գնացին այդ քայլին։ Ընդհանրապես չէ, միանշանակ դա որովհետեւ ազդեցություն չի ունենալու, որովհետեւ մենք ինչպես նշել ենք ու ունենք տարբեր տեսակի, այսպես ասած, այն պլաններ, պլան A, B, C, D եւ այլն, դրա համար մարդիկ չեն գնալու Սամվել Կարապետյան ընդամենը քվեաթերթիկի հետևից տեսնեն, որ եթե չկա, չքվեարկեն։ Մարդիկ գիտեն Սամվել Կարապետյանին, մարդիկ գիտեն Սամվել Կարապետյանի թիմը, դրա համար դրա վրա հույս տնել, որ ինչ եթե կարող անունը չլինի, մի քիչ ձայները քիչ լինի, իրատեսական չէ, ռեալ չէ, որովհետեւ մեր ընտրողները շատ լավ հասկանում են որ դաշինքի մասին է խոսքը ու ասեմ ավելին հենց էլի եկանք նորից նույն թեմային, որ իրենք նույնիսկ Սամվել Կարապետյան անունից են վախենում, շուկից են վախենում, էլ ինչի մասը խոսքել վախենալը 1990-ից ոնց լինում, դե պարզ է, բան չի տենց մտնեն բան, բայց վախենալու հստակ քայլերը սրանք են էլի։ Ի պատասխան այդ փոփոխության վերաբերյալ քննադատություններին, օրինակ մասնավորապես Վահագն Ալեքսանյանը նշում է, որ թիմ մակարդակում արգելված է կուսակցությունների մասով արգելված է անձնանուններ օգտագործելը եւ ասում է ըստ տրամաբանության պիտի դա նաեւ կիրառվի դաշինքների մակարդակով եւ իրենք այստեղ կոնկրետ Սամվել Կարապետյանի դեմ ուղղված արշավ չեն տեսնում։ Իսկ մի հատ հարց տամ Վահագն Ալեքսանյանին, ինչի հիմա այդ օրենսդրական փոփոխությունը երբ է եղել։ Տեսեք, իրանք ինչքան է ուզենան ինչ-որ տենց փորձեն այս խառճան մանևրելով, խառճանաբաներով գնալ առաջ ու ամեն իրենց հստակ որն ու քայլերի դեմ որ ուղղված է Սամվել Կարապետյան, իրանք կարող են ամեն ինչ տալ, մի բան տնել, բայց ելի եմ կրկնում, մենք սահմանադրությունը ոդնատակ ենք տվել, բոլոր օրենքները ոդնատակ ենք տվել, հիմա մի քանի level բարձրացել ենք, ելել ենք Վենետիկի հանձնաժողով, որտեղ հստակ նշվում է փոփոխությունները չպետք է անել, խաղի կանոնները չեն փոխում մի տարի առաջ։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։